Բարևներ ձեզ, փոքրիկ արձագանք եմ ուզում կատարել գեոքաղաքական կողմը գերիների հանձնման մեզ վերադարձի եւ ԱԱԾ հայտարարության, որ դա ինչ-որ հայ-ադրբեջանական խաղաղության նշան է եւ այլն, բնական է երկու կետերն էլ ներկայացվում է որպես ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի կարևոր ատրիբուտ, որովհետեւ հանցագործ դավաճանը իբրև թե խաղաղություն է բերում, անշնորհակալ ժողովուրդը չի գնահատում եւ այլն եւ այլն։ Ուրեմն այս բանաձևը գերիներ տարածքների դիմաց օգտագործվում է թե Իսրայելի եւ թե Թուրքիայի կողմից, տվյալ դեպքում երկուսի կողմից էլ ԱԱԾ-ն ոչ թե խաղաղության թող պատրաստվի, ես չգիտեմ դուք այնտեղ ինչ եք ծամում, ինչ եք որոջում, ինչ եք ծխում, ինչ եք ուռում, ինչ եք քաշում, բայց սա ներկայացնել է որպես ինչ-որ տենց խաղաղության, ինչ-որ հայ-ադրբեջանական բլա-բլա, բնականաբար թրքավճար եք, թրքի տակ եք, շատ հիշեցնում է արևմտյան ափի կառավարությանը, Պաղեստինի մասին է խոսքը, որը գոյություն ուներ որպես Պաղեստին պետություն, հետո Իսրայելը մխրճվեց, մաս-մաս բաժանեց, դարձրեց Գազա, դարձրեց Արևմտյան ափ, Արևմտյան ափում նստած են ՔՊ-ականներ ձերպես, ովքեր իրենց իսկ ոստիկանական ուժերի միջոցով ճնշում են Իսրայելի կողմից իրենց տրված ցուցակներով քաղաքացիների, դա ամենաքիչը, ներկայումս իրենք շատ լավ համագործակցելով հանդերձ Իսրայելի իշխանությունների հետ, որովհետև անողնաշար են, անատամ են, այնտեղ ոչ մի զենք չկա, ոչ մի բանակ չկա, ամբողջովին իսրայելյան վերահսկողության տակ են, Իսրայելը կատարում է այն, ինչ որ կատարել է Գազայում, ես վստահ եմ ԱԱԾ-ում դրա մասին տեղյակ չեն, որովհետև խիստ զբաղված են Ադրբեջանի հետ խաղաղություն կառուցելու, այն Ադրբեջանի, որտեղ նման գործարքների խորհրդատվությունը եւ պատվերները իրականացնում է Իսրայելի պետությունը, որը լրջորեն պատրաստվում է Իրանի դեմ հարվածի եւ ըստ այդմ գնել է ամբողջ ամերիկյան վարչակազմը տարատեսակ կոմպրոմատներով, բավականին կեղտոտ մանկապղծության թեմատիկայով, անձամբ Տրամպի շուրջ եւ օգտագործում է հանուն իր գեոքաղաքական շահերի հաճելի կլիներ տեսնել ինչպիսի այսպես դեգերումների կգնար մեր ԱԱԾ-ն, որպեսի նման որակի կոմպրոմատներ ունենար Ալիև Էրդողանի վրա, որպեսի այնտեղ թավշյա ապուշություններ կազմակերպեր ու որպեսի հայերը չգերեվարվեին եւ հայկական բանակի գլուխը չջարդվեր Կոկոլ Կեկելի կողմից գծված թուրքերի փողով վճարված պարտվողական պատերազմում այսօր ուրեմն շատ-շատերը գրում են գերիների վերադարձը շատ զգայուն թեմա է, լավ է որ վերադարձ են, բայց ինչ-որ ինչն է զգայուն թեմա, որտեղ ազգայունը չեմ հասկանում, որն ազգայուն, Նիկոլը մարդկանց գերի ա տվել, որ հետո գերեվարությունից հանի, հեգելյան դիալեկտիկա է դա կոչվում, դրա ինչն է զգայուն, այն որ ոչ խրացրել են սաղին, նորմալ է դա, ինչ պայմաններում են գերեվարվել, քանի գերի կա ադրբեջանական բանտերում, ինչ պայմաններում ով է իրանց գերի հանձնել, ում հրամանով, ով է որոշել ովքեր պետք է գերի հանձնվեն, ինչ չափանիշներով, ամեն անգամ սենց գրելու եք, սա զգայուն թեմա չէ, զգայուն թեմա չի, Հայաստանը գրավում են նույն մեթոդով, ինչպես որ գրավել է Իսրայելը Պաղեստինը, նույն մեթոդով, ինչպես որ Թուրքիան գրավել է Արևմտյան Հայաստանը, որ պահն է սրա զգայուն, ուզում եմ հասկանալ, ուրեմն տեսեք, հաջորդ թիվ, ամեն անգամ, երբ որ օրինակ Իսրայելը կամ Թուրքիան գերիներ է բաց թողնում, դրան հաջորդում է ռազմական հաջորդ ինչ-որ գործողություններ, տեղի ունենում դիվերսիա, պատրվակ է գտնվում, ապա ինչ-որ այսպես տեղային կոնֆլիկտ է տեղի ունենում, մեղադրվում է բնականաբար թույլ կողմը առանց բանակ մնացած Փաշինյանն է, որին փող տվել են, որ ինքը բանակի գլուխը ջարդի, բանակն էլ ձենը փորը գցած թողնում է, որ իրան ջարդեն, ԱԱԾ-ն էլ նախաղաղության ղուշ է կտրել։ Ալամ աշխարհի միակ ԱԱԾ-ն է, ղշությամբ զբաղված էլի, ղշի բուտկում վերընկած են իրանք։ Հաջորդիվ նոր գերիներ են վերցնում, այսինքն այսօր նաև ազդակ է եղել ԱՄՆ դեսպանի կողմից, որ Հայաստանը լինելու է առաջիկա իրադարձությունների կենտրոնակետ, այսինքն Իրանի դեմ իրենք հարձակման են սպասվում, հարձակման են պատրաստվում, Հայաստանի տարածքից գործողություններ են իրականացնելու։
Ոչ միայն ԱՄՆ-ը, ամբողջ ՆԱՏՕ գումարած Իսրայելը։ Նույն օրը Իրանի դեսպանը Հայաստանում հայտարարում է, որ Հայաստանը շատ վատ է իրեն պահում, որ այսպես չի կարելի, որ դա բավականին այսպես ծանր հետևանքներ կունենա Հայաստանի համար։ Ինչ է նշանակում կենտրոնակետ, central point of what? Ասենք քրդերը կենտրոնակետ էին Սիրիայի գրավման դեպքում, այս օրերին իրանց կոտորում են։ Թուրքիան քրդերին հիմա կոտորում է Սիրիայում։ Լինձի Գրահամը հանրապետական սենատոր ստատուս է գրել, որ չի կարելի, ինչ է քրդերին սպանում, այ իգիլ, այ Ալջոլանի բան, ասենք ձեր հետ համագործակցենք, բայց ինձ մի արեք, ինչ հետո գնալու են քրդերին փրկեն։ No. Հաջորդիվ հիշեք Էրդողանի կնոջ հայտարարությունը գերիներ քարտեզների դիմաց միայն ականապատման քարտեզներ նկատի չունեն այդ բանաձևով իրանք ողջ Սիրիայի հյուսիս-արևելք հյուսիս-արևմուտքն է վերցրել այնտեղ ինչքան կարևոր ռեսուրս կա բոլորը սնուցում է անձամբ իրենց ընտանիքներին ինչպես որ անձամբ Ալիևի եւ իր տիկնոջ ընտանիքներին սնուցումը այն ամենը ինչ իրանք գողացել են շարունակում են գողանալ Արցախից որովհետեւ Իսրայելը ԱՄՆ-ը եւ Թուրքիան թույլ են տալիս Այդ գողոնը իրացնելով, իրանք նաև իրենց հերթին նախապատրաստվում են Իրանի դեմ ինչ-ինչ գործողությունների։ Բայց կենտրոնակետը Հայաստանն է, որտեղ Հայաստանից պետք է Սյունիքը, պետք է Մեղրին, այսինքն նույն օրը, որ ԱՄՆ դեսպանուհու հայտարարության համար ամբողջ ինտերնետը հայկական պետքա գոռար գոչեր, ոնց որ Սալավյովի ասածը, Սալավյովը ընդ որում ինչ որ տենց ժուրնալիստ, ինչ որ պրոպագանդիստ է, ինչ որ բաներ է ասում։ Այստեղ դեսպան, մեկ այլ երկրի դեսպան ասում է որ Սյունիք վերցնելու են ամբողջ Սյունիքը ոչ թե Մեղրին այդ ամեն ինչը կոչվում է Մեղրի ինչը Տրամպի տոլի Միջանցք տոլի կամուրջ տոլի խաղաղության կամուրջ տոլի Չագուջ տոլի կացին ինչ-որ բան է բայց Տրամպի կացին Տրամպի տապոր Տրամպ ինչ որ sense ինչ իրավունք ունեն Այդ ամբողջ ճանապարհը իրանց պետքա որպեսի այսաղ իգիլ շմիգիլ այդ ինչ կա չկա ջոլանիկ շմոլանիկ գրողուսև ջանդամ նաև Աֆղանստանից Պակիստանից իրանց եղած չեղածը բերեն լցնեն այդ սաղ հատվածում որ իրանք պետքա հարձակվեն Իրանի վրա ասենք իրանք Իրանի վրա հարձակվելուց հայերի գլխից մաշ չի պակասելու Ինչի է հային զինաթափում ամերիկացին եվրոպացին որովհետև Ադրբեջանը նավթով կաշառել է, որ չեմ ուզում հայը բանակ ունենա։ Իմ ծառայությունների դիմաց ես վերցնելու եմ տարածքներ։ Ինչ է նշանակում սա լինելու է Հայաստանը ինչ-որ տենց, չէ, դա կլինի սուվերեն տարածք, ինչ-որ տենց, մենք չենք ընդունում ուժի սպառնալիք չի գերի վերցնել մարդկանց անմեղ տեղը, ու ստիպել, որ դու ինչ-ինչ բաներ զիջես, հետո քեզ էլ ասի ծափ դուր, որ ես զիջեցի։ Որ ես վերցրեցի, ապտուր որ քո զիջման դիմաց ես ինչ-որ մեկին ազատ արձակեցի։ Ստեղ ոչ զգայուն թեմա կա, ոչ ցնծալու թեմա կա, բոլոր կողմերը ներգրաված հանցագործներ են, ու այդ ամբողջ process-ում ոչ մի իրավականություն չկա։ Ոչ գերի վերցնողը, ոչ մարդուն գերի դարձնողը ու հանձնողը, որ Նիկոլն է իր կնգահետ միասին, ոչ այդ ֆորմուլայով աշխատող Թուրքիան ու Իսրայելը, ոչ դրանք դրանց դաբրո տվող Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Արցախից ինչ կա, ձեր ԱՄՆ-ը ինչ է անում Արցախի հարցով։ Չէ, ԿՊ-ական անասուններին վճարել են 2023-ից ի վեր, ասում են ԵԱԿ հանձնախումբ չկա Արցախի հարցով, որովհետև Արցախ չկա։ Արցախի խնդիր մենք չունենք, Արցախը չունի նախագահ, Արցախի ոչ մի բան մենք չենք ճանաչում, դա մերը չի, դա չգիտեմ ինչ, բայց Սյունիքը ինչ որ տես տարբեր ձևով են պաշտպանելու ձեր կարծիք։ Այս մեկը յանիմ Հայաստանի տարածքեր, այս մեկը ուրիշ ձև են պաշտպանելու։ Այն երկրի դեսպանը, ում ղեկավարը մտել է մեկ այլ երկրի նախագահի առևանգել է, ծեծել է, ջարդել է, իր կնոջը ծեծի է ենթարկել, տարել նստեցրել է ինչ-որ տես դատարաններում ցույց է տալիս։ Սա այս պատերազմը որ շատ է ուզում սկսվի, ու այս ձևով որ սկսվի ու Նիկոլի իշխանությանը, նշանակում է որ ամեն անգամ նոր գերիներ են վերցնելու, Իսրայելը այդպես է գործում։
Օրինակ այս ամբողջ զինադադարի ժամանակ ինչքան ինքը պետքա գերեվարված պաղեստինցիներ բաց թողեր իսրայելյան բանտերից, նույն օրը որ գերիա բաց թողում, կրկնակի թվով մարդկանց գերիա վերցնում։ Դա քաղաքականություն է։ Ու տարածքները լրիվ դատարկում ու գալիս վերցնում է։ Այդ նույն ձևով Ադրբեջանը անելու է Հայաստանի դեմ։ Ու դուք ինչ-որ տես Սալավյովի վրա գոռում եք, բայց այս ԱՄՆ դեսպանատան դիմաց, ոնց որ քրդերն են Դամասկոսում ցույց անում ԱՄՆ դեսպանատան դիմաց բախի չեք պաշտպանում, մաքսիմում մի սենատորի նամակ են ստացել։ Դուք պետքա հիմա այդ դռները ջարդելուց լնեիք։ Ու դուք չպետք է այնքան քնած ըլնեք, որ մտածեք, որ հեսա Իրանը վсё պրծնում է, ու ձեզ ինչ-որ տենց բանա բաժին ընկնելու նույնիսկ։ Իրանը երբ որ ասում է զգուշ մնացեք մեր պատասխանից, ինքը լրջորեն դա նկատի ունի։ Իրանը ամենավերջին երկիրն է, որ դու ուզում ես հրահրես։ Թե հայերը թուրքերի եւ ադրբեջանցիների հետ միասին դրուժնը գնալու են ինչ-որ բան է, Իրանում ինչ-որ գործողություններ անեն։ Իրանն էլ հավաք երել, էշի խելքով վերանգել, սպասում է երբ են սա հավաքվելու, գան Իրան ուտան, Իրանից լեշ սարքեն։ Հայերը թուրքերը այնքան են խաղաղացել ասած ԱԱԾ-ի, որ իրար հետ գնալու են ինչ-որ տենց բաներ անեն Իրանի դեմ։ ԱՄՆ-ն էլ cover-ը անելու, դուք ում ԱԱԾ-ն եք։ Տրամպի հետույքի կամ չեմ հասկանում, ասենք այս ֆորմուլան դժվար է հասկանալը, այսքան տարիներ, այսքան դարեր նույն բանը, որ մեր հետ կրկնվել է։ Կամ խոսելը մեղրի, այսինչ հատվածը, այնինչ հատվածը, այստեղ սուվերենություն, այստեղ չգիտեմ ինչ։ Նիկոլը գնաց Ղարաբաղ ասեց բան կա, Ղարաբաղի ադրբեջանական համայնք, Ղարաբաղի հայկական համայնք, սուբյեկտայնությունը գցեց։ Հիմա ինքը նվազեցրել է Սյունիքի, մեղրի, որպես հայկական տարածքների սուբյեկտայնություն։ Ու գալու է թշնամին վեր ընկնի այդտեղ։ Զգայունությունը ո՞րն է, ասենք գեոքաղաքական այս խնդիրները, այս բանաձևերը, որ աքսիոմատիկ են կոնկրետ մեր ոսոխների գործելավոճում, ասենք դրանց մասին գրել բարձրաձայնելը։ Այդ ինչ որ տենց զգայուն թեմա է։ Ասենք այն զոմբիները ԿՊ-ական, որ վճարվում են ԱՄՆ դեսպանատան կողմից այդ ապուշ-պուպուշությունները գրելու համար, ասենք դեբիլ են։ Դուք որ ընդդիմադիր հայացքներ ունեք, ասենք զգայունը ո՞րն է, երեխեք։ Մարդիկ բանտերում հացադուլի մեջ են, որ մոմենտն է զգայուն։ Ես ասել եմ իմ համար ամենացավալի պահը է ալնելու, որ բանտի դռներ բացվեն, ու դուռ բացողը լնելու է թուրքը, ու չասեմ ինչ է անելու ինքը, այնտեղ նստած հայերի դեմ։ Այդ էլ կարակ իմանաք, որովհետև կարակ տեսնեք ինչ է տեղի ունենում թուրքական բանտերում եւ ինչ է տեղի ունենում իսրայելական բանտերում պաղեստինցիների դեմ, թուրքական բանտերում քրդերի դեմ։ Իսկ հայը, որ իրավունք ունի իր հողի հանդեպ, որին բանտ են դրել, որովհետև ինքը իր հողը չի ուզում հանձնել, ու այդ բանտի դուռը բացում է թուրքը։ Զգայուն թեմա է, չի կարելի խոսալ, որովհետև նեգատիվ բաներ ենք խոսում, չար բաներ ենք պատմում, դրա համար տենց է ալնում։ Ընդդիմությանը քննադատում ենք, դրա համար ընտրություններում չեն հաղթում, յանի տենց իրանց ճղում են ընտրություններում հաղթելու համար, կամ որ դուք հավատում եք, որ այդ ընտրությունը ձեզ թողելու են, որ դուք հաղթեք։ Սաղորը ասում եք դիկտատորական ռեժիմը, սաղորը տեքստեր եք գրում, դիկտատորական ռեժիմը, քահանաների դեմ արշավանում, եկեղեցու դեմ արշավանում, այս ինչին սպանեց, այն ինչին բանտարկեց, այն ինչին էս արեց, այն ինչին այն արեց։ Դիկտատորական ռեժիմում դուք գնում եք ընտրություններ ինչ անեք։ Իրանում ամբողջ ժողովուրդը թափվել է փողոց, ասում են մենք պատերազմ չենք ուզում, մեր գլխին մեր ցույցը տնտեսական թեմաներով, մի սարքեք համաշխարհային պատերազմի պատրվակ ձեր համար։ Այդ սաղ ժողովրդի Տերանում 3 միլիոն ժողովուրդ դուս է եկել, ոչ մեկի ասածը չի հասնում Վաշինգտոն, չեն լսում, ասում են, այսի դիկտատուրա է, այսի վատ ռեժիմ է, այդի մենք ոչ մի բան իրանց չենք լսում, այս կոմ այն կոմ։ Այնտեղ կարգ փոխելու համար հա թող մարդիկ մեռնեն, հայտարարություններն են անում։ Հայաստանում չէ։
Հայաստանում երբ որ ընդդիմադիրները ցույց են անում, սաղ ազգդուս եկել է 70-ի դեմ, գլուշից են անում իր ցույցերը, չեմ տեսնում ինչ որ այտենց Իլոն Մասկը կաշվից դուրս գա, ասի մի հատ Starlink տանեմ այս հայ ցուցարարներին, որտեվ գեոքաղաքական խաղ է, այսինքն ոչ ժողովրդավարություն կա, ոչ միջազգային մակարդակով, ոչ առավել եւս տեղայնացված, առավել եւս մեծ մերձավոր արևելքի տարածքում։ Ոչ էլ կարող ժողովրդավարության բացակայության պայմաններում ինչ որ ընտրություններ լինի, որտեղ դուք պրям տենց մեծ հույսեր եք կապում։ Ու եթե ձեր ընդդիմությունը ընտրություններ երկող չանցնի, այդ որովհետև ինպես մարդիկ քննադատեցին, պարակտում ենք մենք ձեզ։ Դուք շատ զգայուն եք, հեշտեգ պարակտվում։ Ինչի մասին է խոսքը։ Դրեք սիրուն շարադրեք, ինչ է ալնելու, ամբողջ երկիրը հանձնվելու է կտոր, հանձնվելու է, ոնց որ Արցախը կտոր, հանձնվեց, ինչ է ձեզ թվում դուք Արցախից տարբեր եք։ Յանի Արցախը օրինական ստատուս չուներ որպես հանրապետություն, առանձին պետություն, իսկ դուք ունեիք, really։ Դա համար էդի տենց։ Այսինքն դուք Արցախի օրենսդրություն, ԽՍՀՄ օրենսդրություն, ԽՍՀՄ-ից Արցախի հանրապետություն անցում օրենսդրություն, պրինցիպի չգիտեք, միջազգային իրավունք եւս չգիտեք, ու դուք ուժերի դեմ, որը թուրքն է, ուղակի, դուք կզած եք ձեզ պահում։ Այդ եք դուք անում։ Վենեսուելան ամբողջապես սուվերեն պետություն, ոչ մի ապօրինի տարածք չունի, ոչ մի ապօրինի ոչ մի բան չունի։ Մտնում է սուվերեն տարածքից, վերցնում է նախագահի տանում է։ Ու ասում է կանասեն ինչ որ ես եմ քեզ ասում։ Կամ է Տրամպի միջանցք կոչվողը այդ ապուշ փաստաթղթային փաթեթը։ Չունի միջազգային իրավական հիմք, չունի ուժ, որովհետև հակասում է միանգամից մի քանի սկզբունքների, ներառյալ ուժի կիրառման ուժի սպառնալիքի կիրառումը որպես ներազդեցության միջոց դիմացինի հանդեպ։ Որը Ադրբեջանը օգտագործել է Հայաստանի դեմ, որի մասին շուշիկ ացի պուպսիկները խաղաղություն կառուցելու համար ձենցին հանում, իրանք իզած զգայուն երեխեք են ածիում նստած առանց Ֆաբերժե անասունի վաստակներ։ Ընտրվի կոկոլը, դուք շարունակեք ածելնել, թուրքը գարու է մտնի տարածք, մի հատ նայեք տեսեք էլի, մի հատ տեսեք արևմտյան ափի Պաղեստինյան ազգային անվտանգության ծառայություն, մի հատ մանեք եք տեսեք, այդ ինչ է, ինչով է զբաղվում, ովքեր են, ինչ ձևով են գործում, ինչ է իրանց հետ տեղի ունենում, որտեվ այդ են ձեր հետ անում։ Ձեզ իհարկե տալիս են այդ հաշիշից սարքած կանֆետները, որտեղ դուք այտենց պրյամը պուբզիմլի եք, ոնց որ Նիկոլն 2018-ին հավատում, որ ինքը վարչապետ է, որը ոչ մեկի առաջ չի կզում։ Երկու այդ կանը դուք եք, ածը, ձիշովք եք։ Խայտարակություն է ուղղակի, ու այս ֆոնին ինչ-որ տես նախընտրական քարոզարշավ արը մարդու սիրտը։ Իշխան Սաղաթելյանը, որ խոսում է, իմ մոտ էդի տրիգեր է առաջացնում, տրիգերս ընտրություններին մենք անցնենք 4-ից 5%, շեմ, վաու, շեմը հետո, գաբրանք չաղ ու բաղթա, որ ընգերս կնստենք աժը աթորներին, մինչև թուրքը գա պոլնստյու վերցնի։ Թե տենց հավես է, արևմտյան ափումը տենց կառավարություն կա, մեջները մի հատ էլ հայկին կա, շատ խելացի է, շատ լավն է, Ամերիկայում է սովորել։ Լիքը ամերիկացի քաղաքական գործիչներ, ակադեմիկոսներ շատ դրական ռեկոմենդացիաներ են գրել իր մասին։ Քանի կյանքային արևմտյան ափում փրկում ես պահի դրությամբ, zero, none whatsoever։ Խաղաղություն է կառուցում ինքը Իսրայելի հետ, մնացած սաղ պաղեստինցիներից ինքը խաղաղություն է կառուցում, որ ողջ մնա։ Համակենտրոնացման ճամբարում ինքը պուպսիկ կոլաբորացիոնիստներից է, ոչ թե նրանց, որ զենքը տալիս են ձեռը, որ գնա տենց բարդ թաղեր մտնի Իսպանիա, ոնց որ ժամանակին քրդական զինված ջոկատները հայկական գյուղերն են մտել, այդ սիրուն պուպսիկ ավարի բան չենք խառնվում, մենք ոչ մի բանի, մենք ստեղ խաղաղություն ենք կառուցում, երեխեք ջան։ Ոբշեմ, այդ զգայունը հանեք ձեր մեջից, որովհետև այն ինչ որ տեղի կունենա, եթե խփեն Իրանին, իսկ հիմա այս տեսնում եմ լրահոսը ամեն վարքյան գալիս է, արդեն վերջին լրահոսը օրինակ, ձեզ կարդամ, ձեզ հաջողություն մաղթեմ դրանից հետո, Եվրոպացի բարձրաստիճան աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Իրանում ԱՄՆ ռազմական
գործողություն է սկսելու առաջիկա 24 ժամերի ընթացքում։ Մենք հենց կտեսնենք ոնց կսկսի։ Արդեն լավ չի, ընդ որում իրանական կողմը չի բացառում կանխարգելիչ պատերազմի նախաձեռնությունը իր կողմից։ Ու ձեր ահածը խաղաղասեր բարերը կոկոլիկ ու կեկելիկ այտենց Տրամպի դեսպանի ոչ թե ԱՄՆ դեսպանի հետույք մտնելը շատ մեծ տարբերություն է, որովհետև այնտեղ իջու իրադարձություններ են եռում ամենում, այտենց գալու են թափվում նաև ձեր գլխին, ասած ամերիկյան փորձագետի you will be Maduro'd։ Ու արդեն կարևոր չի who will Maduro you, but you will be Maduro'd։ Այսինքն տենց միակողմանի տենց զորբաձևի մի գրեք, էլի ձեր մեկը խաղաղությունա կառուցում են, մեկը երկրի անվտանգություն պաշտպանելը դա մի բան է, որտեղ բանակ պետք չէ, բանակ պետք չի, եթե կա բանակ, բանակը չպետք է զինված լինի։ Այս բաները տենց միակողմանի մի ներկայացրեք, որովհետև ոչ Ռուսաստանում, ոչ Իրանում, ոչ Վրաստանում, ոչ առավել ևս Ադրբեջանում, Թուրքիայում ձեր նման հավեր չեն նստած, իսկ ԱՄՆ հավերին խոստանում է Տրամպի մազերի գույնի ձու ածացնել, այդպես չի ստացվում։ Ոնց որ տեսնում եք, ում հետ գործ է բռնում Ամերիկան, ասած Կիսինջերի, լինել Ամերիկայի թշնամի վատ է, լինել Ամերիկայի ընկեր մահացու է։ Մահացու բաներ եք անում, երեխեք, մի արեք։ Իսկ այդ զգայուն ընդդիմադիրներին խորհուրդ կտամ իմպիչմենտի հատվածը շատ ուշադիր կարդալ եւ սեփական հոգու շատ խորքեր մտնելով պրպտել ու փորձել գտնել քաջության, մանավանդ եթե սերը ձեր արական է, դուք տղամարդ եք, քաջության ինչ-որ նշույլներ գտնեք, փորձեք չարգելափակել դրանց հոսքը դեպի ձեր սիրտ եւ ուղեղ հանգուցային կապի կետեր, որպես կենտրոնակետեր ձեր գործողությունները հրահրող եւ ոգեշնչող, եւ հուսամ մենք չենք ապրի մինչեւ այն օրը, որտեղ ինչ-որ Թուրքի զակազով հերթական 2021-ի դեժավյու, որի արդյունք եղավ Արցախի հանձնում, իսկ այս անգամ կլինի, այսինքն 2021-ից 2023 ընտրություններից Արցախ հանձնվել 2 տարի էր, եթե Իրանը թուլանա, խփում են, տփում են, էս են անում, Ռուսաստանում էլ խառնվելու, Թուրքը Հայաստանին են բանից։ Առանց ԱՄՆ դեսպանը ստեղ են Մորգենտաուի ֆան կլուբին Ամերիկա, hello երեխեք ջան։ Թաղեմ ես դրսաղ ԱՄՆ դեսպանների տիրու մայրիկը, ամենասուտասան երկիրը, գաղութատեր երկիրը, որը այս սաղ փորձանքը, որ պաղեստինցիների գլխին այսքան տասնյակ տարիներով բերել է բերում է մեր գլխին հիմա, աբսոլյուտն ոչ միտեղ իրանք չունեն, ոչ իմ մտքում, ոչ իմ հոգում, ոչ իմ սրտում, ես մերսի չունեմ ասելու, իմ հայրենիքը Թուրքին տվասնային ու էդի ռուսը չի։ Եղավ ձեր էշխելքը, գումարած Ֆրանսիա, Բրիտանիա, ԱՄՆ։ Այս անգամ պատմությունը ուրիշ ձև է լինելու, ուրիշ հետևանքներով, ու տենց այդ մոմենտներով այդքան զգայուն մի եղեք, էլի, փորձեք ոգեշնչվել, այդ քաջությունը, այդ ոչ ստրկական մտածելակերպը ձեր մեջ ուժ գտեք պրպտելու, որպեսզի կարողանանք բոլորս միասնական ուժերով փողոց գեներացնենք, զուգակցենք այն իմպիչմենտի հետ եւ անասունին նստեցնենք բանդ եւ ինքներս որոշենք մեր ապագան առանց ԱՄՆ կամ Թուրքիայի կամ Ադրբեջանի կամ Իսրայելի իշխանությունների մեզ պարտադրելու միջազգային իրավունքի հետ որևէ առնչություն չունեցող որևէ ապուշություն, որպես վերջնական մեր լինել չլինելու ինչ որ այսպես կանխորոշող փաստաթուղթ։ Okay? Այսինքն կուշտենք այդ կեղծ թղթերից, թղթե շերեֆներից, այսինքն կուշտենք։ Всё, այսքանը, հաջողություն։